Հաղթանակ դաշինքի նախընտրական ցուցակը ղեկավարող Սևակ Խաչատրյանի հետ Պարոն Խաչատրյան, նախ այսօրվա հանրահավաքի մասին այն իաջակցություն քաղբանտարկյալների, Սամվել Կարապետյանի եւ կալանավորված հոգեվորականների ու նաեւ մյուսների, ինչպիսին են սպասել։ Ճիշտ ասած, մենք եկել ենք մեր թիմով, ընկերներով, եկել ենք մեր զորակցությունը հայտնելու բոլոր քաղբանտարկյալներին եւ սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին եւ այն մարդկանց, ովքեր ամեն օր կարծես թե քաղբանտարկյալների թիվը Հայաստանում մեծանում է, պետք է փորձենք ինչ-որ ճնշման հանրային ճնշման միջոցով վերջ տալ այս տոտալ բռնաճնշումներին, որովհետեւ սա էլ ավելի է խորացնում հասարակության մեջ սևերի, սպիտակների, չգիտեմ, լավերի, վատերի այս տարանջատումը, կարծում եմ այս ամեն ինչի դեմն առնելը միայն հասարակական լայն կոնսոլիդացիան կարող է փրկել։ Կարծում եք հանրային ճնշումը բավարար է կամ համարժեք է այն իրավիճակին, որն այսօր կա։ Ոչ, համարժեք չէ, որովհետև պետք է մեծացնել, եթե ունենք այս պահին սա, եթե ամեն օր փորձենք հանրային ճնշումը մեծացնել, լայն զանգվածների ներգրավենք, բնականաբար իր արդյունքը տալու է։ Չէ՞ կարծում, որ ուղղակի հանրությունը հոգնել է արդեն ու այդ հանրային ճնշումը չի մեծանալու։ Ճիշտ ասած չեմ կարծում եմ նաև կազմակերպական ձևերի որոշակի փոփոխություն, նոր ասելիք է պետք, իսկ նոր ասելիքի դեպքում կարծում եմ հաջողություն լինելու է։ Կներեք չլսեցի։ Կոնկրետ մեր ձևով ունի այդ ասելիքը կամ ունի այդ նոր ասելիքը։ Դե մեր ձևով դեռևս այսպես ասած process-ի մեջ է, ժամանակի ընթացքում դա կտեսնենք, կարծում եմ այս process-ները, որոնք սկսել են, ամեն ինչ հաշվարկված է եւ իրենք ունենալու են իրենց ասելիքը։ Խաչատրյան, քաղաքի տարբեր մասերում ոստիկանական մեծ ուժեր էին կուտակված ազգային ժողովի դիմաց Մատենադարանի մոտակայքում, ինչպես նաև Ազատության հրապարակում միջև հանրահավաք սկսելը։ Ինչ եք կարծում։ Փորձել ճնշել հանրահավաքները, հասարակության բողոքները, մենք դա տարիներ շարունակ տեսել ենք, այնպես որ դրանով չեն կարող վախեցնել։ Ճիշտ ասած, մամուլով որ հետևում ենք, կարծես թե ամեն ինչ տանում է դրան, բայց իմ կարծիքով չի կարող հասնել։ Տեսեք, մենք բոլորս դեմ ենք ցանկացած քայլ դեպի հայ առաքելական եկեղեցին մեծ հակազդեցության է արժանանելու հասարակության կողմից, դրանում ես վստահ եմ։ Խաչատրյան, ընտրություններում համար 1-ն եք, կկարողանաք միջև վերջ պահել այդ տիտղոսը։ Իհարկե, այսօր առավոտյան վիճակագրության արդյունքում եղանք համար 1, քվեաթերթիկ համար 1-ն ենք, բնականաբար այս սիմվոլիկան էլ պահելով գնալու ենք եւ հաղթենք, գնենք, ինչպես նախկինում նշել եմ, գնում ենք բացարձակ հաղթանակի ընտրություններին։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք շաբաթի ընտրություններում հաղթանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանի հետ։ Նա ասաց, որ եկել են աջակցություն